Ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, համեցեք տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս որոշմամբ մենք հաստատում ենք հանրային առողջապահական ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը եւ այն թիրախները, որոնք մենք մեզ համար դնում ենք պահպանելու 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշների առումով եւ իհարկե վարակիչ վտանգավոր հիվանդությունների ուրեմն զրոյական դեպքերը պահպանելու մեր այսօրվա իրավիճակը։ Պարոն վարչապետ, մենք պետք է ասեմ, որ վերջին տարիներին ներդրել ենք նոր նաև պատվաստանյութեր, ուրեմն ներդրել ենք մեր ազգային օրացույցում վերջին սերնդի ավելի համակցված 6-հավալենտ պատվաստանյութեր, որոնք շատ ավելի ուրեմն զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից եւ պիտի նշեմ իհարկե ջրծաղիկի պատվաստանյութը, որը այլևս մեր օրացույցի մաս է կազմում եւ պիտի մի հանգամանքել նշեմ, որ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների եւ նաեւ հանրության մոտ տեղեկատվական դաշտի վրա աշխատանքը իր պտուղները տալիս է եւ մենք այս 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Ես պիտի ասեմ, որ այստեղ նաև որոշակի առումով աշխատանքի ձևաչափի փոփոխությունն է իր պտուղները տալիս, մենք հասկանալով տեղեկատվական նաև ապակողմնորոշման հանգամանքը շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծնողների հետ աշխատանքին, մեր մասնագետների հետ աշխատանքին եւ հասկանում ենք, որ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնելու առումով սա շատ կարեւոր է։ Եվ պիտի ասեմ, որ ջրծաղիկի պատվաստումների առումով մեր նպատակն է, որ մեր երեխաները արդեն կայուն իմունիտետով նաև զորակոչվելուց այս հիվանդացություն առաջացնող եւ աշխատանքներին շատ մեծ խոչընդոտ հանդիսացող ջրծաղիկի ուրեմն հիվանդությունը մենք այլևս Հայաստանում չունենանք ոչ բռնկումներ եւ ոչ էլ դեպքեր։ Ըստ էության, պարոն վարչապետ, մենք նաև Հայաստանում ուրեմն արկայություն ենք ապահովում այլ երկրներ մեր քաղաքացիների ճամփորդության համար անհրաժեշտ պատվաստանյութերի պաշարները եւ դրանք հասանելի են եւ տրամադրում ենք նաեւ միջազգային ձևաչափի սերտիֆիկատներ եւ նշեմ, որ մեր իմունականխարգելման գործընթացները նաեւ թվայնացման մեր առաջին թիրախն էին եւ այս առումով ըստ էության մենք սկսած պլանավորումից, պահեստավորումից եւ արդեն պատվաստումների իրականացման գործընթացից անցել ենք ամբողջական թվայնացման այս շրջափուլը ավարտել ենք։ Շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ տիկին Ավանեսյան։ Իսկ մենք դուք ասացիք, որ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում պատվաստման թվերը մեզ հաջողվում է բարձրացնել, իսկ ընդհանուր առմամբ բնակչության շրջանում պատվաստվածների տեսակարար կշռի առումով համաձայն հաստատված ծրագրերի եւ նախագծերի մեզ հաջողվում է առաջընթաց ապահովել, որովհետեւ այո, դա տարօրինակ է եւ հետաքրքիր, բայց այդ հակաքարոզչությունը պատվաստման դեմ դել ինքը տենց անընդհատ ինչ որ աղբյուրներ ունի եւ այդ աղբյուրները, այսինքն անընդհատ ինչ որ ժամանակ առ ժամանակ ինքը տեսանելի է դառնում եւ պետքա հասկանանք նաեւ այստեղ ինչ անելիքներ ունենք։ Համեցեք։ Այո, պարոն վարչապետ, եւ թիրախային 3 պատվաստումներ ունենք, որոնք 0-ից 1 տարեկան երեխաների համար չեն, դա MPP պատվաստանյութն է, որը մենք իրականացնում ենք 13-ից 16 տարեկան դեռահասներին եւ աղջիկներին եւ տղաներին, որը կանխարգելում է
քաղցկեղը եւ պիտի ասեմ, որ սրա մասով էլ 2025 թվականին գրանցել ենք 48% ընդգրկվածություն, համեմատականը 2021 թվականին 18%-ի, այսինքն այստեղ էլ բավական առաջընթաց ունենք եւ այստեղ էլ այդ տեղեկատվական անընդհատ խոսելու, աշխատելու, մասնագիտական առումով ներկայացնելու մեր քաղաքացիներին փաստահեն տեղեկատվություն տալիս է իր արդյունքները եւ ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր ընտանեկան բժիշկներին, մանկաբույժներին, որովհետեւ սա նրանց նաեւ աշխատանքի արդյունքն է։ Հաջորդը գրիպի դեմ պատվաստանյութերի ցուցանիշներն են։ Մենք այս տարի պատվաստումները շատ ավելի վաղ ենք սկսել, Հայաստանում սեպտեմբեր ամսից արդեն արկա են գրիպի դեմ պատվաստանյութը եւ 200,000 մոտ դեղաչափից արդեն 95%-ի չափը մենք իրականացրել ենք պատվաստումները։ Արդյոք հենց նաև այս հանգամանքն է, որ մեզ օգնում է սեզոնային գրիպի կանխարգելման առումով բռնկումներից չգնալ շատ մեծ ընդլայնված շրջանակների, իհարկե, սա էլ իր դերը խաղում է։ Եվ նորից նշեմ, որ ջրծաղիկի պատվաստանյութը մենք պատվաստումները իրականացնում ենք նախազորակոչային եւ զորակոչային տարիքի նաև մեր քաղաքացիների համար։ Տիկին Ավասյան, ես հասկացա, որ պատվաստումների հետ կապված որոշակի նաև իմացության եւ ինֆորմացիայի պակաս ունեմ։ Հիմա փաստորեն մեր մոտ պատվաստման ծրագիրը ինչ է, որը նաև հաստատում ենք։ Նախ երեխաներին 1-ից 3 տարեկան երեխաների մասին խոսքը, այսինքն 3-ից բարձր տարիքի երեխաները էլ պատվաստում չունեն։ Պարոն վարչապետ, սկսում է 0-ից եւ հենց մենք հաստատում ենք ըստ ամեն տարիքի, մենք հաջորդիվել մեծ տարիքի մարդկանց ունենք վերապատվաստման գործընթացներ, այսինքն այս օրացույցը չի սահմանափակվում միայն երեխաների։ Հիմա մենք քանի պատվաստում ունենք։ Ըստ տարիքի շատ տարբեր է, այսինքն հիմա ծրագրում ինչքան են պատվաստում։ 10-ից ավել ձևեր կան։ Երեխայի օրինակով մի հատ փորձենք հասկանալ։ Երեխան ծնվեց, մինչև 3 տարեկան ունի որոշակի պատվաստումներ։ Այո։ Ուրեմն ըստ պատվաստման ժամկետից, ուրեմն մինչև 1 տարեկան նրան իրականացնում են BCG-ի, AKDF, ROTA, պնևմո, ուրեմն VHB այսպես հեպատիտ B-ի պատվաստումները։ Հաջորդիվ արդեն ըստ դեղաչափերի, ըստ տարիքի 1-ից 3, 3-ից 6 տարեկան։ Այդ նույնն են կրկնում, հա, անընդհատ։ Կան, որ նույնը կրկնում ենք, երկրորդ դեղաչափի, կան նաև տարիքի այլ պատվաստանյութեր են մտնում ըստ իր տարիքային խմբի կարիքի մեջ։ Իսկ ասենք չափահասների շրջանում սեզոնային գրիպ, սեզոնային գրիպ ըստ ցանկության, որովհետև սկզբունքորեն երեխաներին մենք համարում ենք պարտադիր պատվաստում, չէ՞, բայց մեծահասակներին էլ պարտադիր չէ։ Ունենք մեծահասակների շրջանում պարտադիր պատվաստում։ Չունենք, սեզոնային գրիպն է, լինում է կարմրուկի դեմ 10 տարին մեկ անգամ պատվաստման ունենք այստեղ սահմանված պահանջ եւ կովիդն էլ պարտադիր չի, բայց մենք ապահովում ենք պատվաստանյութ, չէ, այսինքն հիմա օրինակ կովիդ, կարմրուկ, ջրծաղիկ, գրիպ սեզոնային, չափահաս քաղաքացին ինքը կարող է ուղղակի որոշել, որ ես ուզում եմ պատվաստվեի, դիմի իր պոլիկլինիկա, հա, եւ այդ պատվաստումը մենք անվճար ապահովում ենք։ Երեխաներինն էլ անհատական ծրագիր կա եւ միշտ տեղյակ են պահվում ծնողները, որ պատվաստման ժամանակ նա երեխային բերեք կամ ինչ որ ձևով այդ պատվաստումը, այսինքն ըստ էության ստացվում է, որ յուրաքանչյուր երեխա իր անհատական պլանն ունի եւ իր կյանքի ընթացքում այդ անհատական պլանը իրագործվում է եւ առողջապահական համակարգն էլ իրազեկում է ծնողներին։ Այո, եւ այդ օրացույցն էլ կազմվում է թվային, այսինքն երեխայի առաջի օրվանից կազմվում է իր հաջորդական ըստ տարիքի օրացույցով ինչ պատվաստումներ պիտի ստանա, Ներողություն, սա նշանակում է, որ մենք անուն ազգանունով հասցեով գիտենք այն ծնողներին, ովքեր հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստել։ Եվ մենք նաեւ իրենց հետ հատուկ աշխատանք ենք տանում, իրականացնում ենք նաեւ ընդհանուր հանդիպման ժամեր ծնողների հետ, աշխատում ենք ուսուցիչների հետ եւ սա այս աշխատանքն է, պարոն վարչապետ, որ նաև արդյունք է տալիս, որ շատ ծնողներ հարցերին բավարար պատասխան ստանալուց հետո գալիս են եւ երեխաներին պատվաստում են։ Գուցե ավելի շատ ջանք դնենք այդ բաներին, գուցե աշխատաժողովներ կազմակերպենք,
այդ թեմայով հրավիրենք մարզերում ծնողներին, բացատրենք, իրանց հարցերին պատասխանենք, մտավախություններին պատասխանենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Եվ զորակոչի ընթացքում փաստորեն ջրծաղիկ կամ որոշվում է թե ենթադրենք այդ շրջանում ինչն է ռիսկային կամ ընդհանրապես եւ զորակոչիկների շրջանում նույնպես մենք պատվաստումներ իրականացնում։ Այո, իրենք նախազորակոչային եւ զորակոչիկների համար ունենք հստակ շրջանակ պատվաստումների, որոնք ըստ այդ կարիքի նրանց տրամադրվում են։ Եվ պատվաստանյութերի քանակ եւ որակ Պարոն վարչապետ, ասեմ, որ մենք Հայաստանում կիրառում ենք միայն ԱՀԿ նախավորակավորում ստացած լավագույն պատվաստանյութերը եւ ուզում եմ նշել, որ այս թվային ամբողջական շրջափուլը մեզ նաեւ սառցային շղթայի վերաբերյալ տալիս է ամբողջական տեղեկատվությունը թվային էլեկտրոնային ավտոմատ ձևաչափով, որտեղ պատվաստանյութերի առումով շատ կարևոր է արտադրության որակը, բայց նաև կարևոր է սառցե շղթայի ամբողջական պահպանումը։ Այսինքն թե ինչ ջերմաստիճանի պայմաններում են պահվում յուրաքանչյուրի ստանդարտը իր ջերմային պահանջները ունի եւ մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ, տարածքներ, կարողություններ, որ այդ ամբողջը պահենք, որպեսզի պատվաստանյութի որակի հետ կապված որևէ խնդիր հնդածած չառաջարկի։ Այո։ Եվ ի սկզբանե էլ բնականաբար սերտիֆիկացված որակի սերտիֆիկատներով ապահովված եւ ինչպես ասացիք, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակավորված պատվաստանյութեր ենք օգտագործում։ Շատ լավ։ Խնդրեմ, կան հարցեր, դիտարկումներ, չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Տիկին Ավանեսյան, ինչ կա, չկա ապահովագրության գործերից առողջություն։ Պարոն վարչապետ, ասեմ, որ այսօրվա ժամը 10-ի դրությամբ մենք ունենք 87048 ապահովագրական գրանցված դեպք, այց, որից ուրեմն 7739 ամբուլատոր այցեր են եւ 8612-ը հիվանդանոցային դեպքեր են։ Պետք է նշեմ, պարոն վարչապետ, որ մենք այս աճի տեմպը ըստ էության մեր ակնկալածի շրջանակներում է, մենք ուրեմն հետևում ենք ամենօրյա ուրեմն թե սպասարկված դեպքերի թվին, թե նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, բժշկական կենտրոնների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացված հարցերին, ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգը ավելի մարդակենտրոն եւ ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի այս ճանապարհը, բայց ընդհանուր առմամբ պարոն վարչապետ նաև այցերը եւ հարցումներն ու մեր քաղաքացիների հետ ըստ էության խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք, լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը ընդհանուր առմամբ դրական է։ Հիվանդանոցային օղակում առավել եւս մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ այո գործում է եւ նրանք ծառայությունը կստանան առանց վճարումներ իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է, բայց մենք աշխատանքները որոշ ծառայություններ, որոնք այն որ ստացել են եւ մտել է ապահովագրական փաթեթի մեջ։ Կարևոր է, որովհետեւ էլի մենք պետք է անդադ ասենք, որ ընդհանուր առմամբ երկրում բժշկական ծառայությունների մոտ 30%-ն է, որ ծածկվում է առողջության ապահովագրության համակարգի կողմից, բայց ամենաշատ պահանջարկ ունեցող 30%-ը։ Իսկ մենք այս ընթացքում նաև ինչպես պայմանավորվել ենք լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը մոնիտորինգի ենթարկում ենք եւ այնտեղ որտեղ կա ռացիոնալ եւ հիմնավորված քննադատություն, որպեսզի հատ դուրս բերենք եւ ամեն ինչի հետևից գնանք, որովհետեւ ինձ նախորդ օրն օրինակ լարեց ինչը, որ ես փոխվարչապետի նամակը տեսա կապված իր անձամբ իր տեսած դեղատանը իրավիճակի հետ, այդտեղ բայց ինչն է ինձ անդադ լարում, որ տեսեք փոխվարչապետը, նախարարը, վարչապետը պետք է անձամբ տեսնեն եւ ինձ ամենաշատը լարում այն, որ միջև անձամբ մեզնից որևէ մեկը չի առնչվում, այդ ինֆորմացիան ինստիտուցիոնալ չի գալիս մեզ հասնում։ Այսինքն ես երեք նույնիսկ այդ նամակը կարդալուց հետո մտածեցի, որ մենք գուցե
մենք կամավորության մասին օրենք ենք ընդունել եւ գործում այդ օրենքը, գուցե կամավորների խմբեր ձևավորենք, ովքեր մեր հանձնարարությամբ տարբեր ուղղություններով գնան ուղակի եւ մեզ համար ինֆորմացիա հավաքեն բերեն, որովհետեւ կամավորի ինստիտուտը ուրիշ է։ Հիմա տեսեք, կա ես այն օրը էլի ասացի, որ ես լուրերով հետևում եմ, բայց այդ բանի տոնայնությունը սենց բան է անում, էլի, այդ ասացի քաղաքական ենթատեքստը, որ այդ ռեպորտաժի միակ նպատակն է նա ցույց տալ, թե ինչպես է երկիրը կործանվում աչքի առաջ եւ ոչ մեկ բան չի եւ մարդիկ ռեակցիա չեն տալիս։ Այսինքն դա քաղաքականացված տեղեկատվություն է, որը տոնայնությունից սկսած ինքը արդեն շատ հարց է, բայց գուցե մենք մեր ինստիտուցիոնալ համակարգը պետք է զարգացնենք։ Այո, մեր ինչ կլինի, մի քանի կամավորների խմբեր ձևավորենք, հենց կամավորության մասին օրենք կա։ Եթե չեմ սխալվում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է համակարգում, այնտեղ կամավորներ համակարգենք, մի խմբին ուղղորդենք, թող գնան դեղատներում մոնիտորինգ անեն, մյուս խմբին առողջապահական առաջնային օղակում մոնիտորինգ անեն, պատահականության սկզբունքով, մյուսին բժշկական կենտրոններում մոնիտոր։ Մի հատ է կողքից հայացք, որպեսզի մենք անդադ օրինակ իմ մտքով էլ այլի անցնում, ասում եմ մի օր մտնեմ եւ այլն, բայց նկատի ունեմ պետք է ինստիտուցիոնալ դարձնել այդ։ Եվ հիմա եկեք կամավորների խմբեր, փոքր ես չեմ ասում, որ շատ մեկ էլ ամբողջ հանրապետությունը կամավորագրվի բան դեղատուն եւ պոլիկլինիկա մտնելու, որպես մենք ինֆորմացիա ունենանք մարզերում եւ Երևանում, այդ լրացուցիչ, այդ օղակն էլ ունենանք, ամեն մարդիկ ներգրավեն եւ գուցե ուրիշ հայացքով այդ ամեն ինչի մասին մեզ պատմեն։ Կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, համեցեք։ Ես մի գործիքի մասն եմ ուզում ասել, որ նախարարությունը արդեն ունի Telegram-յան խումբ ունեն, մի 1000-ից ավել մարդ կա, բոլորը գրում են մոտավորապես կարծիքները իրենց, կարելի է։ Բայց իրանք բժիշկներն են։ Եվ բժիշկներ եւ քաղաքացիներ։ Ով ուզի ցանկացած մարդ կարող է միանալ։ Սկզբունքով են ընտրել։ Չէ, ով ուզի կարող է միանալ եւ իրենց կարծիքը գրում է, այսինքն նաեւ օգտագործենք այդ թվային տեխնոլոգիաները։ Բնա որի մասին ասում եք, Տիկի Նավարես։ Հա, բայց ենթադրենք ոչ մեկ չէր ասել այն խնդրի մասին, ինչ փոխվարչապետը սեփական աչքով տեսել էր։ Հա, բայց մենք կամավորության մասին օրենքը ընդունել ենք, չէ՞։ Ասենք այդ օրենքը ընդունել ենք ինչի համար, որ օգտագործենք։ Հիմա կամավորների խմբեր թող գնան, թող մարդկանց հարցնեն ուղակի։ Նախ իրանց այդ հաղորդակցությունը բոլորի համար ավելի հեշտ է, որովհետև պաշտոնյայի հետ հաղորդակցվելիս լարվում են, լրատվամիջոցի հետ հաղորդակցվելիս լարվում են, բժշկի հետ հաղորդակցել, թող մարդիկ գնան ինֆորմացիա բերեն, երիտասարդները ինչ վատ կլինի։ Ես կողմ եմ, ես ուզում եմ ասել, որ նաև նման հարթակներ էլ կան ու իրականում կարելի է պարզապես ագրեգացված դուրս բերել այդ բաները եւ ես չեմ կարծում, որ մենք խնդիր ունենք իրականում ստանալու այդ ամեն ինչը, իհարկե ձեր ասածը ճիշտ է, անձնական փորձով եւ այլն։ Ես ասում եմ, լավ, փոխվարչապետը գնաց դեպքը չեմ կարող ասել, բայց կարող է ես էլ օրինակ էս արեց, այն արեց եւ այլն, եկավ նամակ գրեց, հա, որը իմ հարց ուրիշ բան է։ Okay։ Ուրիշ ոչ մի ալիք չկար, լավ փոխվարչապետներ չէր, ու դա ինչ որ նկարագրվել է, լուրջ պրոբլեմա նկարագրվել, որովհետև ընդհանուր մարդու բան է անում, այսինքն առաջինը հենց օգտվողին ինքը նեգատիվ է տրամադրվում այս տեղի ունեցողի, փոխվարչապետը նկարագրել էր, թե ապահովագրության խողովակող դեղ ձեռք բերելու համար դեղատուն մտած մարդը ինչքան ժամանակ է կորցնում, չգիտեմ էլ փաստաթղթեր, էլ տեղեկանքներ, էլ չգիտեմ ինչ, մի հատ պրինտ արեք, մի հատ քսերոքսը, ինչքան ժամանակ, ես չէի լսել դա։ Այսինքն նշանակում է մենք ինչքան էլ ունենք ալիքներ, ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չի ասնում մեզ։ Ուրեմն պետք է ավելի բան գնալ։ Կոնկրետ կամավորների խմբ, չեմ ասում հազարավոր մարդկանցից բաղկացած։ Կարա մի 20-30 հոգի լինեն, մի քանիսը Երևանում, մի քանիսը մարզերում, որպեսզի գնան տեղում բան անեն։ Չեմ կարծում, թե դա մեծ ջանք, իրանք էլ ովքեր որ մեր կամավորների ռեեստրում կա, իրանք է հաճույքով կանեն այդ աշխատանքը, իրանք այդ մարդիկ են ուզում օգտակար լինեն, չէ՞ մի բանով։
Պարոն վարչապետ, կարծում եմ շատ օգտակար կլինի նաև այդպես հարցերը բերել, կկազմակերպենք։ Համեցեք, պարոն Պապյան։ Պարոն վարչապետ, ձեր ասացին ի լրումը կարող են նաև պրոֆեսիոնալ ծառայություն պատվիրել, գաղտնի գնորդ հետազոտություն, որը էլի կարող է այդպիսի Կարող ենք անել, բայց ես էլի ասում եմ, ես հիշում եմ մեր բանը նախ երբ որ մենք կամավորության օրենքը քննարկում էինք այս դահլիճում, հետո չնայած ասեմ, որ արդեն ինքը մի քանի դեպքերով արդարացվել է, ինստիտուտ է, որը ստեղծել ենք, օգտագործենք, հոմենակ բանի ռեպորտի համար չենք անում, որ այսինչ միջազգային կազմակերպությանը ասենք, որ գիտեք, ինչ մեր երկրում այլևս կամավորության ինստիտուտ կա։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, մենք մեր կրթության ոլորտի բարեփոխումներում նույնպես այս կարևոր դեր ունի, որ մենք բուհական ընդունելությունների եւ այլնի մեջ այդ կամավորությունը ինքը եւ սոցիալական համերաշխության եւ հանրային համերաշխության շատ կարևոր եւ ընդհանրապես ինքը շատ կարևոր կուլտուրա է, որ մարդը կամավոր ասում է, ես գիտես ինչ շաբաթը 3 ժամ ժամանակ ունեմ, ուզում եմ օգտակար լինեմ, հանրային ինչ-որ մի բան անեմ։ Եվ բուհական ընդունելությունների եւ այլնի հարցում աշխարհում ընդունված բան է։ Համեցեք։ Պարոն վարչապետ, չեմ ուզում ասել, որ չլարվեն ընդունելությանը վերաբերող ցանկացած նույնիսկ կես բառը շատ մեծ հետաքրքրությամբ է ընդունվում եւ սովորաբար փչացած հեռախոսի սկզբունքով հետո լրիվ ուրիշ լուրեր ենք կարդում այդ կես բառի վերաբերյալ, բայց բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի ընդունումից հետո մենք ամբողջությամբ փոխում ենք ընդունելության համակարգը եւ մեր տրամաբանությամբ 12-րդ դասարանում ուսումնառության հատկապես երկրորդ կիսամյակի մի զգալի հատվածը հենց կամավորությանը պետք է վերաբերի, որն էլ հաշվի կառնի 12-րդ դասարանցիները թող առողջության ապահովագրությունով սկսեն կամած զբաղվել։ Հիմա դեռ իրենք պատրաստում են միասնական քննություններին, հաջորդ շաբաթօրվանից դրանք մեկնարկում են։ Ես կառաջարկեի մեր առողջապահության կառավարման մասնագիտությամբ սովորող ուսանողներին ներգրավել, իրենց համար դա նաև կարող է լինել շատ գործնական աշխատանք, որ ինչ տեսականում սովորում են, ռեֆորմի փուլում գնան եւ իրենք էլ դրանից նաեւ իրենց մասնագիտական զարգացման օգուտը կքաղեն։ Շատ լավ, 12-րդ դասարանցիները պատրաստվում են քննությունների, ուսանողներն են սկսում կամավորությունը, հայրանք էլ են քննությունները, վերջ չեղավ ուրեմն գործը։ Հերթական անգամ պարզվեց, որ հնարավոր չի, փակեք այս թեման, այդ օրենքները չեղարկեք, հնարավոր չի Հայաստանում, չի լինի։ Շաբաթ կիրակ էլ ուրիշ կարևոր գործեր ունեն։ Բան եք ասում Տիկին Գալյան։ Ես քանի որ շեղվեցինք թեմայից եւ կամավորներին անդրադարձանք, ուզում եի ասել, որ մենք նախարարությունով 500 կամավոր ինչպես ասեմ, անդամագրել ենք կամ կարող եմ ձևակերպել այսպես, որ ունենք 500 հոգանոց կամավորների բանակ, որոնց օգնությամբ թվայնացրել ենք մահվան վկայականները մեր քաղաքացիների, այո, 50,000 եւ ավել, չէ, ես ընդհանրապես ուզում եմ որպես առաջարկ սա ներկայացնել, գործընկերներին ուղարկել եմ նաեւ համապատասխան առաջարկը, այնպես որ պարոն վարչապետ, կամավորները կան։ Մի քիչ ոլորտները խառնեցինք իրար, բայց ոչինչ։ Շատ լավ։ Շատ լավ, շատ լավ։ Քննարկում ենք հարց համար 29-ը սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին